Տեսեք, պարոն Սաղաթելյան, ըստ էության Բարգավաճ Հայաստանը եթե չի անցնում խորհրդարան, իշխանությունը ունենում է 3/5-ը, ձեր հետագա քայլերը, հա, եւ արդյոք այստեղ դիտավորություն տեսնում եք։ Իհարկե տեսնում եմ, ակնհայտ դիտավորություն է, ակնհայտ էս ամեն ինչը արվում է նրա համար, որ իրենք փորձեն խորհրդարանում 3/5 ունենան։ Իսկ քիչ առաջ որ ասում եք իրենց ցանկությունը առհասարակ սահմանադրական մեծամասնություն ունենալն է։ Ակնհայտ է, որ չնայած գործադրած ջանքերին, հսկայական ապօրինություններին, ընտրախախտումներին, ինքը չի կարողացել իր նպատակին հասնել եւ փորձում է ասենց արդեն բացահայտ խուժանություն։ Սահմանադրական կարգը տապալելու փորձ է։ Այն ինչ որ արվում է հիմա այս իշխանությունների կողմից փորձել է իր վերարտադրությունը ապահովել։ Բոլորին այս հարցն է հետաքրքիր։ Հայաստան դաշինքը մանդատները վերցնում է, թե դեռ այս պայն այդ չի հետաքրքրում մարդկանց, դա երբեմն նաև արհեստական օրակարգ է, մարդկանց հետաքրքրում է ընտրությունների արդյունքները չեղարկվելու են, թե չէ, վերաքվեարկություն լինելու է, թե չէ, ինչ պատկեր ենք ունենալու։ Այդ հարցերից հետո մենք դրա պատասխանը կտանք, այս ընթացքում էլ շատ հստակ ուղիղ արտահայտվել ենք, որ դա միայն մեր որոշելիքը չի նաև ընդդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի։ Հանգամանալից քննարկենք ստեղծված իրավիճակը, հնարավորությունները, եթե վերցնենք, ասել ենք, վերցնում ենք, ինչ անենք, եթե չվերցնենք, այդ ժամանակ ցույց ենք տալու չվերցնելու ճանապարհը։ Մենք խոսելու ենք մեր հանրության հետ, մեր ընտրողների հետ, բացատրելու ենք մեր որոշումը։ Այս պահին մինչև որոշակի քննարկումներ եղել են, բայց սպասում ենք այս արդյունքներին։ Ակնհայտ է, չէ, որ սրանից հետո դեռ այսօրով չի ավարտվում process-ը։ Տեղի ունենալու սահմանադրական դատարան։ Պարզ ասեմ, մենք հիմա առանձին ուսումնասիրություն ենք իրականացնում։ Գեղամ Մանուկյանը որոշակի ակնարկ արեց այդ մասին, բայց հիմա մենք ուսումնասիրում ենք նաև քվեարկող հայրենակիցների ստորագրություններն ենք համատում։ Այսինքն process է գնում։ Պարոն Սաղաթելյան, ամեն դեպքում փողոցի գեներացիան հնարավոր համարում եք այս փուլում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի Կամ որպես գործիքակալ նաև դրա կիրառումը։ Երբեք փողոցային պայքարի չի կարելի բացառել եւ երբեք չես կարող հաջողության հասնել առանց փողոցային պայքարի։ Այս իշխանությունը որ կա գոյություն ունի, ինքը այդ լեզուն է հասկանում։ Հիմա արդյոք դրա հնարավորությունը կա, մենք կգնանք այդ ճանապարհով, ինչ քայլեր կձեռնարկենք։ Դա իրոք պետք է քննարկենք մեր մյուս գործընկերների հետ։ Հայաստանից հայտարարեցին, որ պետք է չեղարկել ընտրության արդյունքները եւ գնալ նոր ընտրության։ Հայաստան դաշինքը եւս այդպես է կարծում եւ ինչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին այս անգամ սահմանադրական մեծամասնություն չհավաքել։ Նա տեսեք պահանջը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ սահմանադրական դատարան, որ մենք դիմում ենք ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու արդյունքով։ Իսկ դու պատկերացրեք մի իրավիճակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարում արդյունքները, ու այդ իրավիճակում այս մարդը, որ գիշեր իրեն հռչակել էր իշխանություն, փորձում է, այսինքն բռիվ ուրիշ իրավիճակ է լինելու երկրում։ Մենք խնդիր չունենք ընտրությունները անվավեր ճանաչելու, նոր ընտրության գնալու հնարավորությունը մենք շատ նորմալ ենք։ Կա նաև երկրորդ բանը, որ ոչ թե նոր ընտրություն, այլ ընտրությունների երկրորդ փուլ։ Եթե ուշադիր տեսնեք, ուժեղ Հայաստանի պահանջի մեջ, նաև հայտարարությունների հետ հանգամանք է նշում ընտրությունների երկրորդ փուլ։ Այս պահին գլխավոր խնդիրը, որ այն ապօրինությունը, որ տեղի է ունեցել, դա չարձանագրվի որևէ կերպ։ Ուղղակի մի կողմից ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար չէ, եւ մյուս կողմից ակնկալվում է, որ նոր ընտրության արդյունքում հնարավոր է իշխանություն։ Ես որոշ ակնարկ անեմ, որ պատկերացնեք, նոր ընտրությունը մենք չենք պատկերացնում այս կենտրոնական ընտրական հանձնաժողովով, այս դատախազով կամ այս ոստիկանապետով ու քննչականի պետով։ Եթե գնանք նոր ընտրության, պետք է այդ հարցներ կարողանանք կարողացա մոտավորապես։ Եթե ընդդիմությունը հասնի նրա, որ ընտրության արդյունքները չեղարկվեն, հաջորդ պահանջը կլինի նաև դա։ Մենք ենք շնորհակալ։